Եկեղեցին իր կյանքով վաղուց չի ապրում խելոք, որովհետև Հայաստանում ես կարծում եմ 2020 թվականից հետո ոչ մեկ իր կյանքով չի ապրում, որովհետև խնդիրները այնքան շատ են, որ բոլորի ուղեղում Հայաստանի ներքին վիճակը ինչ որ տեղ ունի, այդ թվում նաև եկեղեցու։ Իհարկե սա նաև վրեժխնդրություն է եկեղեցու նկատմամբ, առայն որ եկեղեցու մի շարք ներկայացուցիչներ, մասնավորապես Բագրատ Սրբազանը փորձ արեց քաղաքական հայտ ներկայացնել, եկեղեցին ինչ որ կոշտ հայտարարություններ է անում վերջին տարիներին եւ արդարացված է անում։ Քաղաքական հայտարարություններ։ Քաղաքական մենք այո դրանք կարող ենք անվանել քաղաքական, այո, որովհետև դրանք քննադատություններ են ուղղված իշխանությանը քաղաքական օրակարգի մասով։ Եվ եկեղեցու շատ կարկառուն հայտնի իհարկե ունի, որովհետև այդ քաղաքականը արդեն գալիս է։ Իշխանությունը պատասխանելու իրավասությունը չունի։ Այսպես այսպեսի պատասխանատուն մենք չենք, այսպեսի պատասխանատուն։ Տեսեք, սա ոչ թե պատասխան է, այլ սա բացում է մի մեծ Պանդորայի արկղ երկրում, մտնելու մարդկանց անձնական կյանք։ Այնինչ տեղի է ունենում եկեղեցում, դա եկեղեցու ներսի քննարկման հարցն է։ Բայց երբ որ իշխանությունը վարում է մի քաղաքականություն, որը արդեն գալիս է ու հանգում է ազգայինին, տեսեք իշխանությունը վերջին տարիներին փորձում է անել մշակութային, արժեհամակարգային փոփոխություն, հեղափոխություն Հայաստանում։